Ադրբեջանի նախագահը Եվրանյուզի հետ հարցազրույցում հայտարարել է, որ այժմ ամբողջ աշխարհը գտնվում է նոր կանոնների մշակման փուլում, հին աշխարհակարգն այլևս չի գործում։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ավելի շատ կենտրոնանա իր հնարավորությունների վրա, չվստահի արտաքին աջակցությանը կամ նույնիսկ միջազգային իրավունքին, զարգացնի երկկողմ հարաբերությունները, այլ ոչ միջազգային կառույցներում գործունեությունը, ասել է Իլհամ Ալիևը։ Նա նաև համոզմունք է հայտնել, հարկավոր է պաշտպանել Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը տասնամյակներով եղել է առճակատման և թշնամանքի հարթակ։ Հարկավոր է ստեղծել անվտանգության համապարփակ մեխանիզմներ, բացառելու ռազմական նոր առճակատման ցանկացած սպառնալիք և կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, ինչպես սովորեինք Խորհրդային Միության ժամանակ, ընդգծել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևը հավելել է, պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ խաղաղության պայմանագիր է կնքվում։ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չունենք, այո, հանգիստ ժամանակաշրջանում ենք ապրում, զոհեր այլևս չկան, բայց քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, կայունություն չի լինի, կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահը։ Նա խոսել է Բաքու-Վաշինգտոն հարաբերություններից, նշել, ադրբեջանական կողմը հիասթափված էր, որ ԱՄՆ նախկին վարչակազմի եւ Բաքվի հարաբերությունները վատթարացել էին։ Մեր ազգային շահերի նկատմամբ անարդարացի մոտեցում կար։ Մեծ խանդավառությամբ ենք վերաբերվում Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հետ ամուր գործընկերության վերականգնմանը, ասել է Ալիևը։ G7-ի հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղարը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Մոսկվայում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և Ռուսաստանի նախագահի շփումը։ Մարկո Ռուբիոն նշել է, որ Ուիտկոֆը կզեկուցի հանդիպման արդյունքների մասին և համապատասխան որոշումներ կկայացվեն։ Զգուշավոր լավատեսության հիմքեր կան, բայց գիտակցում ենք, որ խճճված իրավիճակ է, ասել է պետքարտուղարը։ Նա հավելել է, Վաշինգտոնը չի պատրաստվում պնդել, որ Մոսկվան փորձում է ձգձգել Ուկրաինայի հարցով բանակցությունները։ Ավելին, այսօր ավելի լավ վիճակում ենք, քան մեկ շաբաթ առաջ, ասել է դիվանագետը։ Ռուբիոն նաև ընդգծել է, երբ ժամանակը գա, թե Ռուսաստանը, թե Ուկրաինան պետք է գնան զիջումների։ ԱՄՆ նախագահը ևս հայտնել է, որ Մոսկվայից լավ նորություններ կան։ Դոնալդ Թրամփն ընդունել է, Ռուսաստանը ռազմական առումով ուժեղ դիրքերում է։ Նա հույս է հայտնել, որ ռուսական կողմը լավ կվերաբերվի ուկրաինացի զինվորականներին։ Չնայած բանակցությունները բարդ են ընթանում, զգում եմ, որ Ռուսաստանը մեզ հետ գործարքի է գնալու։ Ուկրաինան սպասում է, ասել է Սպիտակ տան ղեկավարը, հավելել, հաջորդ շաբաթ հրադադարի մասին հնարավոր է ավելի շատ բան պարզ դառնա։ Ռուսաստանի նախագահն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել, նշել, օրակարգում է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման հարցը։ Գիտենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը նախագահ Թրամփի գլխավորությամբ անում է ամեն ինչ վերականգնելու գոնե այն, ինչ մնացել է ամերիկյան նախորդ վարչակազմի ոչնչացրածից։ Այս գործընթացը հեշտ չէ, բայց տեղից շարժվում ենք, ինչ վերաբերում է Կուրսկի մարզում արգելափակված ուկրաինացի զինվորականների կյանքը խնայելու պարոն Թրամփի ուղերձին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ ուկրաինացի զինյալները բազմաթիվ հանցագործություններ են կատարել։ Դա որակում ենք որպես ահաբեկչություն, բայց եթե նրանք զենքը վայր դնեն եւ հանձնվեն, կերաշխավորեն արժանապատիվ վերաբերմունք։ Կուրսկի մարզում զարգացումներին է անդրադարձել Վոլոդիմիր Զելենսկին, նրա խոսքով Ուկրաինայի զինված ուժերը կատարել են այդ ուղղությամբ իրենց հիմնական խնդիրը, ստիպել են ռուսական զորքերին հետ քաշվել ռազմաճակատի մյուս հատվածներից։ Ուկրաինայի նախագահն ընդունել է Կուրսկի մարզում ակնհայտորեն շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն Պոկրովսկի եւ Խարկովի ուղղություններում կայուն է։ Զելենսկին հավելել է, այժմ պատերազմն արագավարտելու լավ հնարավորություն է հայտնվել։ Նա կոչ է արել Վաշինգտոնին ճնշում գործադրել Մոսկվայի վրա հասնելու հրադադարի եւ մշակելու խաղաղության ծրագիրը։ Վաշինգտոնն ամերիկյան զորքեր չի տեղակայելու Սիրիայում, սակայն դիվանագիտական եւ տնտեսական ճանապարհով շատ բան կարող է անել այնտեղ փոքրամասնություններին պաշտպանելու համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ջեյդի Վենսը հավելել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում իր դաշնակիցների հետ եւ աշխատում է կուլիսներում, որ Սիրիայի վարչակազմին դրդի պաշտպանելու քրիստոնյաների եւ այլ փոքրամասնությունների իրավունքները։ ԱՄՆ փոխնախագահի խոսքով այն, ինչ տեղի է ունեցել Սիրիայում փոքրամասնությունների հետ, շատ վատ է։ Սերբիայում կրկին զանգվածային ցույցեր են, լուրջ բախումներ չեն եղել, սակայն կան ձերբակալվածներ։ Նաև Բելգրադում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով կան վիրավորներ։ Ակցիայի մասնակիցներն արգելափակել են պետական որոշ կառույցներ։ Նրանք պահանջում են հետաքննել անցած տարի նոյեմբերին Նովի Սադ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը, որտեղ երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել։ Ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները ողբերգության համար մեղադրում են նախագահ Ալեքսանդր Վուչիչին, նշելով, որ նրա թիմն ի վիճակի չէ կառավարել երկիրը եւ պայքարել կոռուպցիայի դեմ։ Ավելի վաղ Վուչիչը հայտնել էր, իշխանությունն ակնկալում է, որ այսօրվա ակցիային կարող է միանալ 60,000-ից 80,000 քաղաքացի։ Նա կոչ է արել իրավապահներին ուժ չկիրառել, սակայն բերման ենթարկել հասարակական կարգը խախտողներին։
Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերի նախկին նախագահ Մարկ Քարնին պաշտոնապես ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը, փոխարինելով Ջասթին Թրյուդոին։ Կանադա ԱՄՆ առևտրային ոլորտում լարվածության եւ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, Քարնին իր առաջին ճեպազրույցում խոստացել է, որ նման բան երբեք չի լինի։ Մենք սկզբունքորեն տարբեր երկրներ ենք, հավելել է նորանշանակ վարչապետը, շեշտել Միացյալ Նահանգներից եւ Թրամփից հարգանք է ակնկալում։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում մեկնելու է Լոնդոն եւ Փարիզ, իսկ Վաշինգտոն այցելության մտադրություն դեռ չունի։ Միաժամանակ Մարկ Քարնին շեշտել է, որ հարգում է Թրամփին եւ ցանկանում է բարելավել Միացյալ Նահանգների հետ գործակցությունը։ Վարչապետը հավելել է, որ իր կաբինետը կենտրոնանալու է հատկապես երկու առաջնահերթության ուղղությամբ՝ պաշտպանել կանադացի աշխատողներին եւ նրանց ընտանիքներին արտաքին առևտրի ոլորտում փոփոխությունների հետևանքներից եւ հարստացնել Կանադայի ժողովրդին։ Դիանա Գասպարյան, լուրեր։